Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալին պատկանող կայքում տարածված ձայնագրությունները անպատասխան չի թողել մեր ձևով շարժման խոսնակը։ Ենթադրաբար ԱԱԾ Սպագևորիկը հանձնարարությունը լավ չի կատարել ու չի խոսում տաշիրի բարբառով։ Մարիաննա Ղարամանյանի խոսքով մեր ձևով շարժումը որևէ կապ չունի ձայնագրության մասնակից անձանց հետ, ամենայն հավանականությամբ ձայնագրությունը բեմադրված է վատ բեմադրիչի կողմից, որը նաև վատ կառավարիչ է, գրել է Ղարամանյանը։ Դրանցում զրույցներ են այն մասին, թե իբր Սամվել Կարապետյանի ազատության պահանջով հանրահավաքներին մասնակցելու համար փողով մարդկանց են հավաքագրում, իսկ փողը տալիս է Ոմն Գևորիկ, Սամվել Կարապետյանի հարազատներից։ Իշտում ես քաղաք մեր Գևորիկն է կազմակերպում։ Գևորիկ մեր Սամվելապարի։ Ավելի վաղ, մինչ ձայնագրությունների հրապարակվելը, հրապարակ թերթը գրել էր, որ շաբաթ օրվա հանրահավաք երթից հետո իշխանությունները պատրաստվում են դաշտ նետել տարաբնույթ կեղծ տեղեկություններ ու սարքած նյութեր, այդ թվում ձայնագրություններ, որոնցով փորձելու են տպավորություն ստեղծել, թե մարդիկ փողով են հանրահավաքի գնացել։ 10,000-ը ես եմ ասելու Ագաֆից 20 օրս հետո չի։ Հաստատ 10-ի բերում է։ Մեր ձևով շարժման խոսնակն արձագանքել է նաև մամուլի այս լուրերին։ Տարաբնույթ օպերացիաներ ծրագրելու փոխարեն իշխանությունը թող անվճար բենզինի պաշարներն ավելացնի, որովհետև մեր ձևով շարժումը կանգ չի առնելու։ Շաբաթօրյա հանրահավաքին ընդառաջ լրատվամիջոցները գրում էին, որ ՔՊԱ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ ասոցացվող բենզալցակայաններում անվճար բենզին բաժանելու ակցիա է իրականացվում, ինչի հետևանքով արհեստական հերթեր են ստեղծվել, պարալիզացվել է երթևեկությունը դեպի կենտրոն, խցանումներ առաջացնելով։ Ոչ միայն քաղաքական Շարժման խոսնակը չի զարմացել համացանցում հայտնված ձայնագրություններից։ Նրա խոսքով 30,000 մարդու մասնակցությամբ հանրահավաքից հետո իշխանությունները պատրաստ են ցանկացած միջոցի դիմել։ Նման էժանագին հնարքներով նրանք պարզապես վիրավորում են հրապարակ եկած մեր տասնյակ հազարավոր ազնիվ քաղաքացիների արժանապատվությունը, իշխանությունների անհանգստությունը հասկանալի է, երկրում այդքան սպասված փոփոխությունների հույսը հասարակությունը կապում է մեր ձևով ժողովրդական շարժման հետ և մենք արդարացնելու ենք այդ հույսերը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի կայքում հայտնված ձայնագրության վերաբերյալ հաղորդման հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ, գրել է վարչապետի ընտանիքին պատկանող Հայկական ժամանակը։ Քննչական կոմիտեն կայքին հայտնել է, որ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածով է նախաձեռնվել քրեական վարույթը։ Քննչական գործողությունների իրականացման վերաբերյալ որևէ տեղեկություն չունի մեր ձևով շարժումը։ Լիլիթ Սարգսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։